Գիտեք, եւ սպասելի եւ սպասելի չէր։ Սպասելի չէր այն առումով, որովհետեւ իշխանական քարոզչության տարածած տեսանյութերում Դավիթ Համբարձումյանը չկար։ Այն մարդիկ, ովքեր ժամանակին ցուցմունք էին տվել տվյալ գործով, դեռ 3-ը նախաքննության փուլում հրաժարվել էին ցուցմունքներից, 4-ինը առերեսման ժամանակ էր հայտին դարձել, որ նրա նկարագրած իրավիճակը առհասարակ տեղի չեն ունեցել։ Այսինքն փաստացի առանց ցուցմունքի մարդուն 6-3 տարի են տվել։ Ինչ էին տվել 6-3 տարի, որովհետև միջև 6 տարի տալու պայմաններում համանրման դուրս էր գալու եւ բնական էր, որ այս պայմաններում առավելագույն պատիժը 7 էր։ Պրակտիկայում որևէ լուրջ փաստաբան չի հիշում նման դեպքերում նման դատավճիռ, բայց տվեցին 6-3 տարի, որպեսզի կարողանան նրան ազատությունից զրկել։ Սպասելի էր այն առումով, որովհետև այս իշխանությունը իր 7.5 տարվա իշխանության պայմաններում ցույց էր տվել իր իրական դեմքը, այն այլանդակությունների շարքը, որոնք տեղի են ունեցել եւ տեղի ունեցել քաղաքական այլախոհների, դիմախոսների, հոգեվորականների դեմ, բնական է այս իշխանության պարագայում չի կարելի ասել, որ սա ինչ-որ անսպասելի բան էր տեղի ունեցել, հատկապես որ իշխանությունը մեկնարկ է տվել իր ընտրաշավին եւ այս ճանապարհին ոչ միայն մի քանի ճակատով պայքարում է քաղաքական տարբեր միավորների հայ առաքելական եկեղեցու, այլ նաև այն համայնքի ղեկավարների դեմ, որոնք ունեն հեղինակություն, որոնք ժողովրդի կողմից այդ համայնքներում ընտրվել էին եւ ընտրական process-ներում կարող էին նրանց համար որևէ ձևով խոչընդոտներ առաջացնել։ Կոնկրետ Դավիթ Համբարձումյանը Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ էր, ցանկացած պարագայում տարբեր process-ում իր հրապարակային դիրքորոշումները արտահայտել էր, բավականին կոշտ արտահայտություններ արել էր գործող իշխանության եւ նրա ղեկավարի նկատմամբ։ Գիտեք, որ ընդդիմության նախաձեռնած վարչապետի անվստահության գործընթացում նա ընդդիմության թեկնածուն էր եւ բնականաբար այս պայմաններում միամտություն կներ կարծել, որ իշխանությունը պարզապես որևէ քայլի չէր դիմի կամ իներտություն կդրսևորեր։